Ողջունում եմ Չիբուխչյան Live YouTube-յան Մալիքի հետևորդներին։ Մենք տեսնում ենք, որ իրադարձությունները բուռն են զարգանում, հատկապես միջազգային ասպարեզում, բայց այսօր իրադարձություններ են տեղի ունենում Հայաստանում նաև, որոնք կարծում եմ որոշակի անհանգստություն են առաջացնում նաև իշխանությունների մոտ, եւ փորձենք հասկանալ, թե այս process-ները Սահմանադրական դատարանի ուրեմն ինչ հետևանքներ կարող են ունենալ եւ ինչու իշխանությունը թեթև խառնվել իրար, հիմա կհասնեմ ինչ եմ այդպես կարծում, եւ ինչ հետևանքներ ընդհանրապես այս ամենը կարող է ունենալ Հայաստանի վրա, որովհետեւ իրականում այս process-ները ինչ որ կատարվում են, այդպես ոգևորված անդադ դատարաններ են դիմում, իրանց ասած երագլուխ, այսպես ասում հրեշը, ինչ են ասում, չգիտեմ, հիմա իրականում դա որոշակի տրամաբանություն եւ միտք ունի եւ մենք կհասկանանք։ Նաեւ կհասկանանք, թե որքանով են իշխանությունները անկեղծ, երբ որ իրենք ասում են, որ իրենք պատրաստվում են ուրեմն այսպես ասած պայքարել երագլուխ դեպի դեմ եւ այսպես պատժել եւ այլը ու այդպես շարունակ, ինչքանով են կարողանալու պատժել, դա էլ կփորձենք հասկանալ։ Բաժանորդագրվեք Չիբուխչա, եթե ժամանակ էլ մնա, անպայման ուզում եմ ձեզ Իրանից ներկայացնել, որտեղ այնտեղ էլ հետաքրքիր զարգացումներ կա, այդ մասին էլ խոսենք, նաեւ այսօր տենց ձեռի տակ են ընկնելու նաեւ որոշակի լրատվամիջոցներ եւ ասելիք կա այս թեմայով, մի քանի թեմայի շուրջ կուզեմ անդրադառնալ ու որոշակի հարցեր են իմ մոտ առաջացել նորից լրատվամիջոցների եւ ոչ միայն լրատվամիջոցների հետ կապված, որոնք կուզեմ ուղղել ու կուզեմ հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում ու շարունակում կատարվել։ Բաժանորդագրվեք Չիբուխչյան Live YouTube-յան ալիքի, հարգելի հետևորդներ, անպայման բաժանորդագրվեք, թե սա ցույց է տրվում նաեւ զանգակը դրեք, ովքեր առաջին անգամ են, ովքեր բաժանորդագրվում են առաջին անգամ եւ զանգակը դրեք, որպեսզի տեղեկանաք նոր տեսանյութերի մասին լայվերի, լայքերը, կոմենտները խնդրում եմ բոլոր գործիքները օգտագործենք, որպեսզի տարածվի եթերը հնարավորինս, շնորհակալ եմ բոլոր նրանք, ովքեր աջակցում են այս հարցում, որտեղ սա մեր գործի մեջ, YouTube-յան ալիքի մեջ ամենակարևոր բաներից մեկն է։ Խնդրում եմ այսօր էլ լայքեր, կոմենտները տարածելը մի վարքյան է ձեզանից խլելու օգնեք, որ տարածվի եթերը եւ նաեւ շնորհակալություն բոլոր իմ հովանավորներին Patreon-ում ուրեմն եւ ովքեր որ ցանկանում են դառնալ հովանավոր կարող են Patreon հարթակն ընտրել, ովքեր որ ցանկանում են աջակցել ուղղակի առանց հովանավոր դառնալու YouTube-յան հարթակը եւ նաեւ PayPal տարբերակը եւ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս բոլոր հարթակներում աջակցում են ալիքին։ Ուրեմն Ժորժ ջան, սկսենք Սահմանադրական դատարան գնացող process-ներից եւ փորձենք հասկանալ ինչ է կատարվում։ Ուրեմն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքը Սահմանադրական դատարան դիմում է ներկայացրել ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով։ Հայաստան դաշինքի падգամավորի տեխնացու Արծվիկ Մինասյանը լրագրողների զրույցում պնդել է, թե գործող իշխանությունը խորհրդարանական ընտրություններին գործադրել է ողջ վարչական ռեսուրսը։ Ուրեմն Ժորժ ջան, ինչու են իրանք այսպես դիմել եւ չնայած ընտրակաշառքների թեման կա եւ այլն, բայց այստեղ մի հատ հետաքրքիր բան կա։ Այս ամեն ինչը ի վերջո կարող է հանգեցնել նրան, որ իշխանությունները չունենան այլ տարբերակ, քան նորից ընտրություններ նշանակել ու ասեմ ինչու։ Հիմա կհասկանանք։ Եթե իհարկե քաղաքական իրավիճակն իրենց համար լինի բարդ, վերջում կհասկանանք։ Բայց ուրեմն իշխանությունները այտենց իրենց ալիքներով խստորեն թաքցնում էին մի հանգամանք, որ ԵԱԿ ժմիգը նշել է։ Իհարկե ԵԱԿ ժմիգը նշել է նաև արտաքին ազդեցությունը, բնականաբար Ռուսաստանի թեման իրենց համար հետաքրքիր է, բայց ԵԱԿ ժմիգը, որը ներկայացնում է արևմտյան քաղաքակիրթ աշխարհը, հետեւյալ բանն է նշել իր զեկույցում, ուրեմն ԵԱԿ ժմիգ ղեկավարը հայտարարել է, որ ընտրությունները լավ կազմակերպված էին, սակայն ըստ նրա քարոզարշավի ընթացքում նկատվել է արտաքին ուղղակի ճնշում, ուժգնացող առևտրային սահմանափակումների եւ անվտանգային սպառնալիքների տեսքով, որոնք ուղղված էին ընտրողների վրա անհարկի ազդեցություն կիրառելուն յօգուտ ընդդիմության, մյուս կողմից մենք տեղական մակարդակում պետական վարչական ռեսուրսների համակարգային չարաշահման դեպքեր չենք ռեսուրսների համակարգային չարաշահման դեպքեր չենք արձանագրել, նշել է ԵԱԿ ժմիգ ղեկավարը։ Ինչի մասին է ստեղ խոսքը, որ առանձին դեպքեր գուցե գրանցվել են պետական, այսինքն վարչական բանի գործադրման, ուզում ասի ընտրություններին չենք ճանաչում լեգիտիմ, որովհետև այդ չարաշահման դեպքերը չեն եղել համատարած համակարգային, բայց այդուամենայնիվ ԵԱԿ ժմիգը նշում է, այսինքն ակնարկում է, որ
վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր եղել են, իհարկե ըստ նրա չի ազդել ընտրությունների արդյունքների վրա, դրա համար ճանաչեցին ընտրությունների արդյունքները, բայց այդուամենայնիվ նշվում է, որ թերություններ եղել են ընտրությունների ժամանակ, հա, պետության իշխանության կողմից։ Հիմա նաև ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերից 7-ը դիմում են սահմանադրական դատարան։ Խոսում են իրենց միավորման մասին, հա, այդպես բնականաբար բոլորով չեն կարող միավորվել, որտեղ այնտեղ նաև ներդրուկ կուսակցություններ կան, դե ջրի շախմատիստի սիրած գործելա ոչ նա գիտենք եւ այլն այսպես շարունակ։ Հիմա ինչի մասին է խոսքը։ Ուշադրություն դարձրեք, որ այդ ընթացքում սահմանադրական դատարանը դիմում նաև հանուն հանրապետություն կուսակցությունը, մենք վիճարկում ենք ոչ միայն քվեարկության արդյունքը, այլ այն քաղաքական, իրավական եւ հանրային միջավայրը, որի պայմաններում այդ արդյունքը ձևավորվել է, ասված է կուսակցության հայտարարությունում։ Հանուն հանրապետությունը հայտարարել, որ սահմանադրական դատարանում բարձրացնելու է ընտրակաշառքի համակարգային ազդեցության հարցը, որպես ընտրություններին սահմանադրության գնահատման առանցքային հիմքերից մեկը։ Հիմա ես ունեմ լուրջ կասկածներ, որ եւ ոչ միայն լուրջ կասկածներ ասեմ, այսպես ձևակերպեմ լավ միտքս, դուք կհասկանաք եւ չեմ բացառում, որ էլի ուժեր հեսա միանան այն արևմտամետ ճամբարից գուցե չեմ բացառում։ Սահմանադրական դատարան դիմում են նույն ձևակերպումներով, ընտրակաշառքի հետ կապված եւ այլն, եւ ինչի չի դիմում ԿՊ-ն այս թեմայով, բացատրեմ։ Ուրեմն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հասկանում է, որ եթե ինքը դիմի այս պահանջով դատարանին, կստացվի, որ սահմանադրական դատարանը լրիվ իրավունք կստանա, որ եթե բոլոր կողմերը դժգոհ են, ուրեմն ընտրությունները պետք է անվավեր ճանաչել, որտեղ եթե բոլորը ասում են, որ ընտրությունները խախտումներով անցել, մեկը ընտրակաշառք, մյուսը վարչական ռեսուրս, ուրեմն պետք է այդ ընտրությունները անվավեր ճանաչել։ Դրա համար ԿՊ-ն հիմա, որքան ես հասկանում եմ, ուրեմն այն կուսակցություններին, որոնք այսպես ասած մեծ գաղտնիք չի, որ համագործակցում են ու շատ ժամանակ կրկնում են ԿՊ-ի նարատիվները, որը կարելի ասել ուրեմն այսպես ասած իրանց սատելիտային կուսակցություններն են, դրանց միջոցով փորձում է ուրեմն սահմանադրական դատարանին հիմք տալ, որ սահմանադրական դատարանն էլ ասի, դե եթե դուք ասում եք, որ ընտրությունների արդյունքները վարչական ռեսուրսով փոխվել է, նրանք էլ ասում են, որ ձեր օգտին չի փոխվելու, որովհետև դուք էլ կընտրակաշառք եք օգտագործի, այսինքն երկու զուգահեռ դիմումներն են ներմուծում, որ սահմանադրական դատարանը, այսպես ասած, թույլ հիմք տան, որպեսզի Բարգավաճ Հայաստանին չանցկացնեն խորհրդարան։ Դե սաղ դիմել են այդ իրանց այդ երյակից կարծեմ ուրեմն սահմանադրական դատարան վիճարկելու են Բարգավաճ Հայաստանը վիճարկելու է իր անցնելու փաստը, մի խոսքով երկա պատմությունը, որ հասկանալի է, որ բոլորը դիմել են սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարանը շատ թույլ հիմքեր ունի, ժողովուրդ ջան, շատ թույլ հիմքեր ունի, որպեսզի կարելի ասել գրեթե հիմքեր չունի, որպեսզի բավարարի ուրեմն իշխանությունների ցանկությունը եւ ուրեմն թույլ տա այսպես շարունակվել։ Ինչու՞։ Որովհետեւ ակնհայտորեն անգամ դա ասում են իրենց իշխանությանը քիչ իրավապաշտպանները, իսկ ինչու են իրանք դա ասում, որովհետեւ իրանք գրանտեր են ստանում Եվրոպայից եւ եվրոպացիները իրանցից պատասխան են պահանջելու, ասելու են մենք ձեզ այդտեղ չենք դրել, որ դուք իշխանության տեսակետը պաշտպանեք, մենք ձեզ այդտեղ դրել ենք վերահսկողություն իրականացնելու, չգիտեմ, դեմոկրատական նորմերը պահելու, մոնիթորինգների եւ մնացածի համար։ Դրա համար իրանք սիրած այս Նիկոլ Փաշինյանին այսպես հավատարիմ իրավապաշտպաններից մեկը անգամ ասում է, որ դա ապօրինի է որոշումը կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերաքվեարկություն չանցկացնել կոնկրետ 2-3 ընտրատեղամասերում, որտեղից հետո կպարզվի, որ Բարգավաճ Հայաստանը անցել է խորհրդարան։ Եվ ահա այս իրավիճակում ստեղծվում է մի, այսպես ասած, պատային իրավիճակ իշխանության, որ ունենք երկու տարբերակ։ Եթե սահմանադրական դատարանը այդուամենայնիվ մերժում է սրանց բոլոր հայցերը եւ բավարարում է իշխանության ցանկությունը եւ ԲՀԿ-ն չի անցնում խորհրդարան, ապա սահմանափակվում է Նիկոլ Փաշինյանի իրականում միևնույնն է ինքը 2/3 չունի, միևնույնն է հանրաքվեի հարցը մնալու է, բայց սահմանափակվում է բալանսավորեն, որ բալանսավորես քաղաքականությունը, որովհետեւ այդ պարագայում իր իշխանությունը դառնում է, այսպես ասեմ, ինչքան էլ արևմուտքը ճանաչել է լեգիտիմություն ընտրությունների, հավատացնում եմ ձեզ, դա հետքա թողնում։ Բացատրեմ հեսա ինչու։ Որովհետև օրինակ մենք կտեսնենք հեսա մարդու իրավունքների զեկույցներ կգան, իրավապաշտպան կազմակերպությունների համաշխարհային հեղինակություն ունեցող, որոնց հետևում է միջազգային բիզնեսը։ Օրինակ, երբ որ հրապարակվում է, որ Հայաստանում օգտագործվել է վարչական ռեսուրս, հա, երբ որ եթե հանկարծ գնա, որ Փաշինյանը, չգիտեմ, կոպիտ ձևով դուրս է թողում ինչ որ իշխանության, ինչ որ կուսակցության խորհրդարանից եւ այլն, եւ այս ամեն ինչը ազդում է ժողովրդավարության ռեյտինգի վրա, դատական համակարգի որոշումները բոլորը մտնում են
այդ զեկույցների մեջ եւ վերցնում է մի արևմտյան բիզնեսմեն, որը ենթադրաբար ուզում է մի 10 միլիարդ դոլարի ներդրում անի, պայմանականորեն Հայաստանում նայում է, դատական համակարգը ինչ որոշում ուզում կայացնում է, օրենքով չի շարժվում, նշանակում է այս երկրում եթե ես ուզենան իմ ձեռքից իմ ունեցվածքը խլեն կամ ինչ որ իրանց ոչ ձեռնտու ուրեմն լինեմ ես եւ որոշեն ինձանից ամեն ինչ խլել կամ ինձ ճնշել եւ նեղել, ուրեմն հանգիստ կարող են փաստորեն դատական համակարգը կատարում է իշխանության որոշումները։ Իսկ ամբողջ աշխարհում դա ասած իր բիզնեսի համար ամենամեծ կարմիր գիծն է։ Հետևաբար ես ես մի օրինակ բերեցի, թե ինչպես կարող է վնասել այս թույլ լեգիտիմությունը։ Դա կոչվում է թույլ լեգիտիմություն, որը միշտ ունեցել են Սերժ Սարգսյանը, մնացածը, այսպես մի կերպ ճանաչվել։ Իհարկե նրանցից ուժեղ է, բայց միևնույն է թույլ է, միևնույն է։ Թույլացնում է այս որոշումները Նիկոլ Փաշինյանը։ Թույլ լեգիտիմության պարագայում Նիկոլ Փաշինյանին բալանսավորես, որ բալանսավորեմը, բալանսավորելու են, որ բալանսավորվի տարբերակով լինելու եւ խնդրեմա առաջանալու։ Հետևաբար Փաշինյանին պետքա ուժեղ իշխանություն, ուժեղ ծր, բայց ինքը արդեն 2/3-ը չունի խորհրդարանում եւ սա արդեն խնդրեմա դառնում եւ մենք հիմա տեսնում ենք, որ իրականում նույն այս կուսակցությունների հետ միասին եւ այս արդյունքի պարագայում ակտիվացվել է Ադրբեջանը։ Ես նախորդ թողարկմանը տվել եմ, հիմա այսօր նույնպես կանդրադառնանք, որտեղ էլի հետաքրքիր բան կա, մեջբերում կա, կուզեմ ձեզ այդ մասին ներկայացնել, հա, Ադրբեջանի հետ կապված եւ հասկանանք ինչու է Ադրբեջանը այսպես ակտիվորեն երանդուն լծվել արևմտյան Ադրբեջանի գործին։ Սա այսպես, այսինքն ռեալ հիմա դա շատ թույլ է, երբ որ դու նետում ես ինչ-որ կուսակցությունների քեզ կարելի ասել, չգիտեմ, չասեմ գրպանային, ասեմ արբանյակային ինչ-որ ուժերից ասում ես գնա հիմա դու էլ իրանց հակադեմ դատի տուր, միևնույն է ում ես խափում կամ դա միևնույն է միջազգային հանրության աչքերում դա արդեն խնդրեմ է, որովհետև եթե դու ուզում ես զորով բարգավաճ Հայաստանին թույլ չտաս ուրեմն խորհրդարան, դու դա խնդրեմ է, դա լեգիտիմությունը թույլատնելու է, որովհետև դա ապօրինի է, ակնհայտորեն Բարգավաճ Հայաստանին պետք էր արգելել մինչև ընտրությունները մասնակցելու, ես նախորդ թողարկումներում եւ մինչև այդ ընտրություններից առաջ կոչ եմ արել դա անել, պետք էր անել Մայա Սանդուի պես, որովհետեւ քանի որ իրանք իրականում Եվրոպա չեն ձգտում, դրա համար իրանք այդպես չարեցին։ Բայց պետք էր անել այդպես, պետք էր արգելել, որովհետև միայն այն հանգամանքը, ել չեմ ասում բիզնեսների հետ կապված, որ հիմա են ինչ որ ասում են դրվել են ստուգումների եւ այլն։ Եվ ընդ որում ասեմ ձեզ, դա էլ է ազդում։ Իրենք հայտարարում են, որ իրանք ժողովրդավարական ուժ են, բայց չգիտես ինչի Գագիկ Ծառուկյանում սկսում են զբաղվել միայն ընտրությունից ընտրություն։ Սա տեսնում են դրսից, հասկանում եք, սա տեսնում են, ինչքան էլ դուք ես կոտորես ասել, որ հարցնում են ինչի հիմա, անգամ իրանց Պետրոսն է իրանց հարցնում ինչի հիմա։ Իրանք սկսում են տարբեր կռուտիտներ կներեք այս հասկացության արտահայտության համար ներկայացնել, ախր դա դրսից տեսնում են, հա։ Լավ, դուք ժողովրդին ֆրացրեցիք, բայց այն արտասահմանցուն եւ արևմտյան քաղաքական գործին չեք խափի։ Նրանք շատ լավ 1000 տարվա թրծված գործիչներ, նրանք հասկանում են, ինչի եք դուք սա անում։ Ինչի եք դուք անում ընտրությունից ընտրություն։ Ինչի եք դուք ոչ ձեռնտու ձեզ ուժերի հետ կապված քրեական գործեր հարուցում տեղական կառավարման ընտրություններից առաջ կամ հետո եւ այլն։ Եվ սա սարսափելի տարօրինակ է եւ իրանք բոլորը ամեն ինչ լավ հասկանում են։ Եվ ինչքան էլ դու վեր կանաս տենց կրկոտ ասես որ մենք ժողովրդավար ենք եւ այլն, Ժորժ ջան, բոլորը տեսնում են։ Լավ ասենք ներսում բոլորը հավատացին, բայց հասկացեք դրսից մեր մասին արդեն պատկերացում ունեն եւ Հայաստանի վարկանիշի վրա դա ազդում է եւ ազդում է սարսափելի ձևով։ Դրա համար եւ տարբերակ երկրորդ։ Այսինքն տեսեք, հիմա արդեն եղել է, արդեն ինչ որ ինքը արել է չի կանխել, սրանք անցել են խորհրդարան, շատ լավ։ Երկրորդ տարբերակ ունի Նիկոլ Փաշինյանը։ Նրան կարող է, որպեսզի ուժեղացնի իր լեգիտիմությունը եւ նաեւ փորձի ստանալ 2/3-ը եւ դրանով փորձի, այսպես ասում եմ, միավորներ հավաքել, հիմա ինքը պետքա բռնի, դատի սրանց բոլորին, ապացուցի ընտրակաշառքի դեպքերը դատարանով Հետո հայտարարի, քանի որ սարսափելի ընտրակաշառքի դեպքեր են եղել, մենք գնում ենք նոր ընտրությունների, այս 3 կուսակցություն օրենք են, չէ՞ հիմա ուզում ընդունել, եւ որ 6 ամիս պետք է Հայաստանում ապրես, ինչ որ բացառություններով նոր կարողանաս քվեարկել։ Okay, այդ օրենքն էլ թող ընդունեն։ Ես դեմ չեմ այդպիսի, չնայած ես ինքս դրսում ապրում, դրա համար ասում եմ, ես դեմ չեմ, թող ընդունեն այդպիսի որոշում, որպեսզի այդ մանիպուլյացիաներն դրսից վերանան, որ չգիտեմ, քանի Ռուսաստանը կա այդ խնդրեմը լինելու է, որ 6 ամիս Հայաստանում պիտի ապրես նոր իրավունք ունենաս քվեարկելու։ Շատ լավ, ընդունեք այդ օրենքն էլ ընդունեք։ Ընտրակաշառքի գործերը արագ հաստատեք, որից հետո պետքա Փաշինյանը այսպես ասում եմ, իր խոստումը կատարի, դատի, բռնի, սրանց փակի, արգելի քաղաքականությամբ առնվազն զբաղվել, որտեղ եթե ապացուցվի, որ ընտրակաշառքով են, իրանց
նոր օրենքը ենթադրում եմ պետքա պարունակի կետ, որ եթե ապացուցի որ ընտրակաշառքով են, այս կուսակցությունները պետքա փակվեն, արգելվի նրանց քաղաքական գործունեությունը ու այդ ժամանակ գնա նոր ընտրությունների, նոր խորհրդարան ձևավորի։ Կանի դա արդյոք, ես չգիտեմ, բայց ի դեպ ասեմ կյանքը կարող է բերի նրան, որ ստիպած դա այդպես անի, որտեվ ասում եմ ձեզ, այս ամեն ինչը ունենում է հետևանքներ։ Դա առաջվա ժամանակները չեն, հիմա բոլորովին աշխարհական այլ իրավիճակում ենք ապրում եւ ես չեմ բացառում նման զարգացում, բայց կա մի նյուանս։ Հիմա հասկանանք որ նյուանսը։ Հայաստանի երկրորդ նախագահը դատի է տվել կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Ռոբերտ Քոչարյանը վարչական դատարանին խնդրում է անվավերջ ճանաչել իրեն անձեռնմխելիությունից զրկելու մասին ԿԸՀ որոշումը։ Ուրեմն, այսինքն Քոչարյանը ասում է, որ ապօրինի է ԵԿԱ-ից թույլտվություն է վերցրել իրեն անձեռնմխելիություն զրկելու, որ ձերբակալանի բեր։ Շատ լավ է հնչում ժողովուրդ ջան, սաղ ոգևորվել են եւ այլն, բայց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանն ասեց մի բան, որ շատ հետաքրքրական էր։ Նա ասեց Օրբելյաններ, եթե չեմ սխալվում, ասեց որ ուրեմն բոլոր գործերը, որը Ռոբերտ Քոչարյանի հետ կապված հիմա հարուցվում են, դրանք ժամկետ անց են։ Ես սա խոսել եմ նաև Սերժ Սարգսյանի մասին, որ այս կապիկությունը, որ անում եք, բերում եք ժամկետ անց գործերը դնում եք։ Ինչ է նշանակում ժամկետը, Ժորժ ջան, հանցագործության ժամկետը անցել է։ Դա շատ սիմվոլիկ բնույթ է կրում։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանին, եթե անգամ այդ դրա համար մեղադրական եզրակացություն կազմեն, Ռոբերտ Քոչարյանը չի նստելու։ Ռոբերտ Քոչարյանը կարող է տարիներով այդ գործը ձգի, դիմի, ասենք, վերաքննիչ դատարան, վճռաբեկ դատարան եւ այլն։ Վերջում անգամ եթե այդ մեղադրական որոշումը պահեն, Ռոբերտ Քոչարյանը չի նստելու։ Կարա փոխհատուցի, կարա չփոխհատուցի։ Միևնույնն է, այդ գործը համարվում է ժամկետ անց։ Դրա համար էլ քրեական պատիժ չի նախատեսվում։ Դրա համար շատ հանգիստ կանգնեց, ասեց, որ ինչ եք ժողովրդի ակաժներից կլորախմորա գնդիկներ կախում։ Ժողովուրդ ջան, բոլոր գործերը ժամկետ անց են։ Հիմա հասկանանք, այդ ոնց են իրանք կարողանալու Քոչարյանին նստացնել։ Իհարկե, եթե կարողանան ընտրակաշառքների գործը ապացուցել եւ այդ օրենքը ընդունել, տարբերակա, որ իրանք կարողանան այդ կուսակցություններին, եթե ապացուցեն, որ բոլորի 3 կուսակցությունները, Ծառուկյանը, Քոչարյանը, Սամվել Կարապետյանը ընտրակաշառք են օգտագործել, այդ 3-ին կարող են ուրեմն զրկել ընտրություններին մասնակցել։ Բայց նորից եմ կրկնում, ինչ որ արվում է, ես դեռ առաջի օր ընտրություններից հետո ասեցի, պետք է արվի խստորեն օրենքի սահմաններում։ Ժորժ ջան, այս կուլտուրան մենք պետք է սովորենք։ Տեսեք, ես ինքս դեմից կոչ եմ ասում, հիմա արգելեք։ Ես շատ լավ հասկանում եմ ինչ եմ ասում։ Եթե մենք ձգտում ենք դեպի քաղաքակիրթ աշխարհ, չի կարելի, այսպես ասեմ, սամասուց թույլ տալ, որովհետև այսօր դա վատ ուժերին է վերաբերվում։ Վաղը դա կարող է լավ ուժերին վերաբերվի, որովհետև այս իշխանությունը, որը արեց մի բան, որը օրենքից դուրս է իր հայեցողությամբ, այսօր արեց այն ուժերի նկատմամբ կոպիտ եմ ասում, անգամ այսպես բանով վերցնենք, ռուսական գործակալ կլնեն, ապազգային ուժեր կլնեն, էական չի։ Բայց վաղը մյուս օրը, եթե կհայտնվի մի ազգային ուժ, որ իրանց ընդդիմություն կնի, իրանք նույն բանը կարող են անել նրա հետ։ Հետեւաբար դրա համար է հենց օրենքը, ինչի են ասում օրենքի առաջ բոլորը հավասար են։ Եվ մեր մտածելակերպն է պետքա փոխվի։ Անկախ նրանից մենք սիրում ենք այդ ուժին, չենք սիրում այդ ուժին։ Ես առաջինն եմ ասել, սրանց 3-ին թույլ չտակ մասնակցել ընտրություններին։ Առաջինն եմ ասել, թույլ չտակ 3-ին էլ հանեք պայքարից։ Բայց եթե դուք թույլ եք տվել Պուտինին եք ուզեցել հաջողանալ, ինչ անել, չգիտեմ, ձեր պլանները թարս են գնացի, էական չի։ Հիմա ինչ որ անում են, պետք է անեն խիստ օրենքով, իսկ օրենքով իրանք ունեն խնդրեմ։ Այն մարդկանց հանդեպ, որ իրանք քրեական գործեր են հանրահարուցում, այդ գործերը ժամկետ անց են։ Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը դատի է տվել քննչական կոմիտեին։ Ըստ Դատալեքս տեղեկատվական կայքեջի Արթուր Պողոսյանի ղեկավարած կառույցից Կարապետյանը պահանջում է հերքել իր հասցեին արված հայտարարությունն ու զրպարտության համար վճարել 1 դրամ։ Քաղաքացիական դատարանը նորից վարույթ է ընդունել հայցադիմումը։ Ընդդիմադիր Կարապետյանը դիմումի մեջ հիշատակել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ իր հասցեին արված իրավապահների հայտարարությունը, թե ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորի տեխնացուն թաքցրել է պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը։ Կարապետյանը դատարանին խնդրում է քննել ու պատասխանատվության ենթարկել քննչականին այս զրպարտության համար, պահանջել հերքման տեքստ հրապարակել եւ 1 ամիս պահպանել քննչականի պաշտոնական կայքեջում, Facebook-ի եւ Telegram-ի հարթակներում։ 1 ամիս էլ պահանջելա որ պահեն։ Հիմա Կարապետյան, Նարեկը ճիշտ է, բացատրեմ ինչու։
որովհետև Նարեկ Կարապետյանին վերցրեցին, եթե չեմ սխալվում, այնտեղ ինսայդերի թե ում հրապարակումներից էր, հիմա չեմ հիշում կոնկրետ, ասեցին, թե ինչ որ կայքից էին գտել Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի է եւ թույլ տվեցին, որ նա մասնակցի ընտրություններին։ Եթե իշխանությունը մեղադրեց եւ բոլորը ընդ որում առաջին դեմքերը կանգնում են, ասում են Ռուսաստանի քաղաքացի է եւ այդ մարդուն թույլ են տալիս մասնակցել ընտրություններին, նշանակում է իրանք ընդունում են, որ իրանք սուտ են խոսում։ Ես զգուշացնում եմ, ասում եմ, երբ որ այդպիսի հայտարարություններ անում եք, իրանք հիմա Ռուսաստանին թուղթ կբերեն, չէ՞ որ Ռուսաստանի քաղաքացի ռուսները պետք չէ իրանք ապացուցողական բազան տան։ Ռուսները պետքա տային, որ այո, ինքը մեր քաղաքացին է։ Ռուսները չեն տա այդպիսի թուղթ։ Եվ անգամ եթե Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի է, իսկ ես իշխանություններին հավատում եմ, խնդրեմ չկա, ասենք ես անձնապես հավատում եմ, որ իրանք ճիշտ են ասում։ Բայց հիմա Նարեկ Կարապետյանը հաղթելու է այս գործը։ Իսկ եթե չհաղթի, դա էլի դառնալու է խնդրեմ, ես եմ բացատրում։ Իրանք դա կարող են տանել միջև միջազգային ատյաններ ու խայտարակ անել, որտեղ միջազգային ատյաններում արդեն չեն կարող իրանք հայեցողության որոշումներ կայացնել, նայելու են փաստերին։ Իսկ փաստով չեն կարողացել ապացուցել, որ Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի է։ Եթե կարողանային ապացուցել, իրանք պարտավոր էին Նարեկ Կարապետյանին հանել ցուցակից, նա իրավունք չուներ մասնակցելու ընտրություններին, բայց նրանք մեղադրեցին եւ թույլ տվեցին, որ Նարեկ Կարապետյանը մասնակցի ընտրություններին։ Պարզա չէ ինչա կատարվում։ Ցավոք սրտի, այսենց դուք հասկանում եք ինչ կան, ասում եմ, քաոսա իշխանությունը սկսել է գործել քաոսային, անիմաստ քաոսային է սկսել գործել, եւ ես անկանխատեսելիություն այս քաոսային վիճակը շատ վատ է ազդելու, որովհետև դրսի գործընկերները չեն սիրում այսպիսի բաներ։ Իրանք սիրում են հստակություն, օրենքի գերակայություն եւ այլն։ Հասկանում եք ինչի մասին եմ ասում։ Կարևորագույն բաներ եմ հիմա ասում, որ այս ամեն ինչի արդյունքում իշխանությունը ուտելու է ապտակի հետևից։ Գումարած միջազգային ասպարեզում վարկանիշի անկում։ Հիմա էլի հետարքիր բան։ Ես Ժորժ ջան, ես շատ օբյեկտիվ մարդ եմ, ես փորձում եմ շատ օբյեկտիվ լինել։ Նորից եմ ասում, գիտեի ինչա լինելու, դրա համար դեմից զգուշացնում եի, ասում էի, հիմա թույլ մի տվեք, որ մասնակցեն։ Մի PR արեք Սամվել Կարապետյանին, մի հաջողացեք Պուտինին, գիտեմ ինչ եք անում, ասում էի, մի արեք, մի սարքեք պրոպուտինյան պարլամենտ, Պուտին պապան մեկա ձեզ լավ աչքով չի նայելու, որտեղ մենք հեսա կանդրադառնանք նաև վերջին հայտարարություններին։ Մի փորձեք արանքում մնալ լինչի դատաստանը, գիտեք որն է։ Գնացեք կարդացեք, լինչի դատաստան եք, ամեն կողմից, մի կողմից մի ձեռն եք քաշել, մի կողմից մի ձեռը, մի կողմից մի ոտը, մի կողմից մյուս ոտը։ Այդ ժամանակ գիտեք ինչ է, կապում են 4 ծառից կամ մեքենաներից ու sense քշում են։ Պատկերացնում եք ինչ անում, 4 կտոր ես անում, դրա համար չես կարա արանքում մնաս։ Արանքում մնաս Ալիևն է սխմելու, ոնց որ հիմա սխմում է։ Ռուսներն են սխմում, ոնց որ հիմա սխմում են։ Բոլոր կողմերից ապտակելու են, բոլոր կողմերից քարատելու են։ Մի արեք այդ հիմարությունը, ասում ենք մի գնացեք, բալանսավորեն, որ բալանսավորելը վերջ մնից են բալանսավորելու, որ սա կյանքը չեք մոռանալու։ Մի արեք այդ դա։ Եվ իրանք շարունակեցին այս քաղաքականությունը։ Ինչ է հիմա ես կտեսնեմ, որ դուք տեսեք իրանք շարունակում են։ Ինչ եմ ես դա ասում։ Ինչ էի ասում, որ հիշում եք, դες մտավ խրոխտ սիլոյով մտավ Փաշինյանը եւ ասեց չմոռանանք բանի Սամվել Կարապետյանի մարիոնետավարին, Սերժ Սարգսյանին, բոլորին պատժելու ենք։ Անցավ ընտրությունները, անցել է մի քանի օր։ Հիմա ասում է ուշադրություն։ Վերացվել է Սերժ Սարգսյանի եղբոր Ալեքսանդր Սարգսյանի կալանքի որոշումը։ Դա հայտնի իրենց ասած, իրենք են ասում 50-50 սաշիկն է, որը բոլոր բիզնեսների մեջ սաշիկը 50-50 մտնում էր, կարդացեք բազմաթիվ հոդվածներ, իրանք բազմիցս դա ասել են իշխանության ներկայացուցիչների Նիկոլ Փաշինյանից գլխավորությամբ եւ այլն։ Եվ ասում էին իրանք միլիարդատեր են, բոլորի փողերի մեջ կես մտել են եւ հիմա տեսեք վերացվել է Սերժ Սարգսյանի եղբոր Ալեքսանդր Սարգսյանի կալանքի որոշումը։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը վերացրել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ կիրառված կալանավորման որոշումը։ Հակակոռուպցիոն դատարանից Ազատությանը փոխանցել են, որ նման որոշում վերաքննիչը կայացրել է, բայց դատախազությունն այն բողոքարկել է վճռաբեկ, սակայն այս ատյանը անփոփոխ է թողել վերաքննիչի որոշումը։ Այսինքն վերջ, Ալեքսանդր Սարգսյանը մաքուր է, այլևս մաքուր է եւ իրան էլ նույն գործի համար երկրորդ անգամ չեն կարող պատժել։ Ոնց որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, այսինքն Սերժ Սարգսյանին տվեց դատարաններ, գործերը մաքրեց վրայից։ Էն էլ ժամկետ անց Ժորժ ջան, սրանք բոլորը ժամկետ անց գործեր են, որտեվ իրանք 8 տարի ձգեցին, որ անկար Սերժը, Միշիկը ոչ մեկ, Սաշիկը ոչ մեկ չպատժվի։ Սրանք բոլորը ժամկետ անց գործեր են։ Ուրեմն, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երկու եղբայրներին Ալեքսանդր Սարգսյանին եւ Լևոն Սարգսյանին իրավապահները փետրվարին մեղադրանք էին առաջադրել դեռ 2020 թվականից
քնվող մի գործով, որի առանցքային մեղադրյալներից է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Գլխավոր դատախազության փոխանցմամբ Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել հակակոռուպցիոն դատարանը, նրան կալանավորելու որոշում էր կայացրել, Լևոն Սարգսյանը վաղուց էր հետախուզվում մեկ այլ գործի շրջանակում, այս նոր գործով Սարգսյանները մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեջ։ Ըստ մեղադրանքի Սարգսյանները 2001-2018 թվականներին օգտագործել են իրենց ազդեցությունը, իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի պետական միջոցները վատման եղանակով հափշտակելու համար։ Ավելի վաղ իրավապահները հայտնել են, որ 1997-2011 թվականներին Վլադիմիր Գասպարյանը զինվորական ոստիկանության վարչության պետի հետագայում էլ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոններում մի քանի զինծառայողի թույլ է տվել իրենց պարտականությունները կատարելու փոխարեն երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի մոտ վարորդ աշխատել, իսկ երկու այլ զինծառայողներ էլ եղել են նախկին նախագահի մյուս եղբոր Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահները։ Իրավապահների գնահատմամբ այս ապօրինի ծառայությունների դիմաց վերջիններս պետբյուջեից ընդհանուր առմամբ ստացել են 54 միլիոն դրամ աշխատավարձ։ Այսինքն, պատկասում եք, հերիք չի տվել են ըստ մեղադրանքի։ Ուրեմն Սերժ Սարգսյանի եղբայրներին աշխատողներ մի հատ է պետբյուջեից են վճարել գումարը։ Բայց Գասպարյանը մեղադրանքը չի ընդունել։ Այս գործով պետությանը պատճառված վնասից 54 միլիոնը տարիներ առաջ վերականգնել էր հենց Ալեքսանդր Սարգսյանը։ Այսինքն այն ժամանակ 54 միլիոնը վերականգնել էր Ալեքսանդր Սարգսյանը, հիմա եկեք 54 միլիոն դրամը ժողովուրդ ջան։ Այն ծավալները, որ իրանք էին ներկայացնում, անգամ 54 միլիոն դոլարն է քիչ ժողովուրդ ջան, այն ինչ որ իրանք ասում են։ Անգամ այն ինչ որ իրանք Սաշիկ Սարգսյանի մասին ասում էին, 540 միլիոն դոլարն է քիչ։ Դուք տեսեք ինչ կներեք տուզիկ գործերով են հանդես եկել այս մարդկանց նկատմամբ։ Այսինքն ուրիշ բան չկար։ Այն, չգիտեմ, այն բիզնեսմեններ կային, որ փրփրած էին հեղափոխությունից հետո, որոնցից 50-50 ըստ իրենց, այսպես ասում է, մեղադրանքների, ուրեմն Սաշիկ Սարգսյանը, Փայամատը եւ այլն, եւ հեղափոխությունից հետո ես վստահ եմ բազմաթիվ բիզնեսմեններ կգային, վկայություն կտային, բազմաթիվ եւ շատ վկայությունների դեպքում, Ժորժ ջան, այդ ամենը գիտեք, չէ, շատ վկայությունների դեպքում դառնում է փաստ, թե մեկը չի, երկուսը չի, 5-ն են, 6-ն են, 10-ն են, արդեն դատարանը լրիվ իրավունք ունի մեղադրական որոշում կայացնել։ Բայց Սերժ Սարգսյանի բրով ինչ որ բենզինի թե դիզելի գործ էին կվանել։ Սաշիկ Սարգսյանի գծով ինչ որ դուք հասկանում եք իրականում ձեռ են առնում։ Ու դրանից հետո 8 տարի հետո վերենք անում ասում պատժելու ենք վերջ նստացնելու ում եք նստացնելու ինչ եք անելու լավ լուրջ եք ասում դուք ու հələ այն օրը մի հատ ինչ որ մի հետևորդ ունեմ որը ինձ sense ասում է չես կարծում որ քո այս ամեն ինչ որ ասում ես ու մի հատ տենց ինչ որ բուլգակովից օրինակաբերում մարդը դից ինձ վիրավորելու համար մարդը 8 տարի անց նորից մանդատ է խնդրում որ պատժի չես կարծում որ ինքը ճիշտ է ասում իմաստ չունի այդ ամեն ինչը որ ինքը խափի մեզ ինչի ես դու այդպիսի բաներ ասում դուք հասկանում եք ինչ ծիծաղալու է այս ամեն ինչը ու ես իրեն ասեցի ես երկար չեմ գրել իրեն մի քանի բան գրեցի նույն բուլգակիվան ոճով իրան պատասխանեցի ու Սոմիկը հասկացավ ես ինչ նկատի ունեի ուրեմն եւ իրեն ասեցի դու ամաչելու ես քո գրածի համար դու ամաչելու ես քո գրածի համար եւ հիմա առաջին առիթն է դրությունից քանի օր անց է ու մեր պատժում եւ անմիջապես հələ հիմա կասի դատարաններն են մեղավոր 8 տարի է անցել այն ժամանակ կարող է իր դատարանները փոխեիր հասկանում եք մինչև հիմա ձեզ ասեմ դատավորներ են օդիոզ դեմքերի երեխաները նախկին այդ դատավորներ են շատերը իրանց երեխաներին հատկապես աղջիկ երեխաներին փտրեք տեսնեք մինչև հիմա դատավորներ են աշխատում եւ ասեմ ձեզ եւ չի բացառվում այո որ որոշումներ կայացման դեպքում այդ լծակներ այսինքն այդ բոլորը իրանց մեջ այսպես ասում այդ կապերը այսինքն ցանց կարող է եւ ես չեմ բացառում որ ցանց գործած բայց ով է մեղավոր ասենք դժվար է կաշառք վերցրած դատավորին ածուն ես, չգիտեմ, արտաքին, ներքին հետախուզություն չես կարողանում բռնել մեկին, ոչ մեկին չեք կարողանում բռնել այսքան ժամանակ ու մունաթ ես գալի դատարանների վրա, հələ հերիքա մի հատ դատավորի կաշառք վերցնելու համար բռնեիր ու մի 10 տարի դատեիր։ Հակառակը Եվ ճիշտ են ասում այդ նույն ընդդիմադիրները, որ ասում են, այդ մեր ժամանակվա դատավորները, որ մեր պատվերներն էին կատարում, դուք էլ ձեզ ճղում եք։ Հիմա այդ դատավորներին դուք եք բռնել, պաշտոն տվել եւ բազմաթիվ այդպիսի դեպքեր։ Ճոգում է, այսինքն հասկանու Ժորժ ջան, այս հայտարարությունների տակ, այս բարձրագույն հայտարարությունների տակ արվում է ինչ որ արվում է։ Մի քանի օր առաջ էր պատժում օլիգարխին, այսօր Ալեքսանդր Սարգսյանին արդարացրեցին, վերջ մարդը մաքուր է։
Մարդը մաքուր է։ Դե հիմա գնացեք ու դուք գոռացեք 50 ա տարել, ինչ ա արել, միլիարդներ ա տարել, ինչ որ արել է, արդեն տարել է, արդեն մարսել է, օրենքով, դատարանով, եթե անգամ ասենք տարել է, մենք էլ անմեղության կախավարկածը, այսպես ասում պահենք, որովհետև հասկանում եք, տեսնում եք ինչ ա կատարվում։ Եթե տարել է, ուրեմն տարել է, վայելել է, մարսել է, դուք էլ դա մաքրեցիք սիրուն ու արդարացրեցիք, ինչ ասեմ, դրանից ավել Ժորժ ջան։ Էս է իրականությունը, որովհետև ինձ համար ամենազզվելին գիտեք որն է։ Ինձ համար ամենազզվելին, երբ որ դեմագոգիան է, մանիպուլյացիան է, խաբեությունն է։ Զզվելի է, երբ որ իշխանությունը տարիներ շարունակ օգտագործում է դեմագոգիա ընտրվելու համար եւ ոչ մի կոնկրետ քայլ այդ ուղղությամբ չի անում։ Դա զզվելի է։ Ուրեմն կամ արեք քայլ, մենք այդ ծափահարենք, ասենք վերջապես սկսեցին պատժվել։ Ոնց եք ասում, որ մենք քրեոօլիգարխիային կպատժենք, եթե դուք շատ լավ գիտեք, որ նույն Ռոբերտ Քոչյանի իրավանը կանգնում ասում ոնց եք պատժելու, բոլոր գործերը ժամկետ անցա, ինչ եք խոսում, ինչի մասին եք դուք խոսում ընդհանրապես։ Միակ շանսը կար, որ Քոչարյանին այն ժամանակ ուրեմն պատժեին, բայց իրանք հենց այնպիսի մեղադրանք էին կազմել, որ սահմանադրական դատարանը իրենք իսկ ասին Ժորժ ջան, այս մեղադրանքը ճիշտ չի։ Այս մեղադրանքը ճիշտ չի կառուցված եւ բռնեցին Քոչյանին արդարացրեցին ամենակարևոր գործում, որից հետո էլ քանի որ այդ գործով արդարացվել է ընդհանուր միջև սահմանադրական դատարանն ասել, որ ճիշտ է որոշումը, դրանից հետո այդ նույն գործով երկրորդ անգամ չէ։ Պետք է ինչ-որ այդ 10 քանի տարվա առաջվա գործից լրիվ նոր փաստերի հայտ գան, որ կարողանան այդ մարդուն դատեն։ Դե տեսնենք, արեք, կամ ասենք նույն Ռուսաստանի հետ կապված հեսա կտեսնենք Ժողովուրդ ջան, իրանց ասածն ու արածը ինչքանով է իրար բռնում։ Իսկ ինչ անում Ռուսաստանը։ Ուրեմն Նարիշկինը գիտեք արտաքին հետախուզության ծառայության պետն է իրանց։ Եթե հայկական ղեկավարությունը հույսը դնի բացառապես արևմուտքի ինչ-որ օգնության, աջակցության վրա, ապա իհարկե սխալ կգործի եւ այդ դեպքում իրավիճակը երկրի ներսում կբարթանա։ Այդնել է Սերգեյ Նարիշկինը։ Իհարկե լրացիչ խոչընդոտներ եւ դժվարություններ կառաջանան երկրի տնտեսական զարգացման գործում, բայց ես այնուամենայնիվ հուսով եմ, որ Հայաստանի ղեկավարությունը խելամիտ կգվարվի, ասել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրենը։ Սա ուղղակի սպառնալիք է։ Ուրեմն Զախարովան ինչը ասում է հայկական զինվորականներին սովորեցնել են Ռուսաստանի դեմ կռվել ՆԱՏՕ-ի ուրեմն այսպես զորավարժությունները, որ անցկացվում են Հայաստանում, ուրեմն Զախարովան ասել է, որ այդպիսի զորավարժությունների ժամանակ հիմնական ուրեմն թիրախը համարվում է ՆԱՏՕ-ի Ռուսաստանը եւ իրանք փորձում են իբր Հայաստանին տես փոքր Ռուսաստանից եւ այլն այսպես։ Okay։ Դուք հասկանում եք Ժորժ ջան, այս sense իրանք ժողովրդի ուղեղը լցրել էին, որ բոլորը փորձում են ուկրաինացիներին պատրաստել Ռուսաստանի դեմ կռվելուն։ Մենք պետք է առաջինը հարձակվենք, որ նրանք չհարձակվեն։ Հիմա Ժորժ ջան, որքանով է ասենք խելամիտ, դուք հասկանում եք աբսուրդի աստիճանը։ Եթե այդ ֆաշիստները չեն պատրաստվում Հայաստանի վրա հարձակվել, Հայաստանը 3 միլիոնանոց պետություն ո՞նց է հարձակվելու Ռուսաստանի վրա։ Որտեղ են, ասենք թե պատրաստեցին Ռուսաստանի դեմ կռվելու, ենթադրենք, ասենք թե տրամաբանությունը որտեղ է, եթե դուք չեք հարձակվում Հայաստանի վրա, ուրեմն հանգիստ եղեք, ինչն է ձեզ բորբոքվում։ Եթե դուք պատրաստվում եք հարձակվել Հայաստանի վրա, այդ ժամանակ հասկանալի է ձեր մտահոգությունները, ուրեմն դուք ֆաշիստ եք, դուք պատրաստվում եք հարձակվել Հայաստանի վրա եւ դուք նեղվում եք, որ Հայաստանին սովորեցնում են պայքարել ձեր դեմ, ոչ թե հանձնվել։ Նույնը վերաբերում է Ուկրաինային։ Որպեսզի հասկանաք, այսինքն նույն ինչպես է լվացվել Ռուսաստանի ռուս ժողովրդի ուղեղը, չնայած մեջները բազմաթիվներ կան, իրանք սիրում են, այսինքն հենց իրանք տեղով էր ֆաշիստ են, որ իրանք ուզում են Ուկրաինան գրավել, Հայաստանը գրավել, մինչև հիմա իրանք չեն հասկանում, որ մենք ուրիշ երկիր ենք, ուրիշ ազգ ենք, ուրիշ մշակույթ ունենք։ Իրանց համար դու բոլորը վերջ քեզ գրավել ենք ժամանակին։ Դու մերն ես, բրծա, դու տարբերակ չունես, էտա։ Այսինքն աբսուրդայնության աստիճանը դուք նայեք սրանց, որ ուրեմն հիմա իրանք ներկայացնում են իրանք ժողովրդին, որ հայերին մեր դեմ կռվել են սովորացնում։ Բայց դա աբսուրդ է, իմաստ չկա ռուսների դեմ կռվել սովորացնում, դու շատ մեծ ցանկության դեպքում, եթե Ռուսաստանը որոշի մեծ հարձակում իրագործի Վրաստանը խառը կամ Ադրբեջանը խառը, իհարկե դա չի կարող, հիմա չունի այդ հնարավորությունը, բայց եթե այդպիսի բան անի, բարձր չէ, որ ասենք Ռուսաստանի դիմագրավելը, դիմակայելը դա ասենք բան չի։ Հայաստանը հարձակվել չի կարող Ռուսաստանի վրա, երբեք այդպիսի բան մտքով էլ չի անցնի։ Ու սա ասվում է հատուկ Իմիգվանից։ Նաև Ռուսաստանում հայերի դեմ լարելու ֆաշիստական մեթոդ է, Գեբելսյան մեթոդ է, ինչ որ սրանք անում են։ Ռուսաստանը դժգոհություն է հայտնել Հայաստանին Գյումրիում հիմա ուշադրություն դարձեք, Գյումրիում երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսներին նվիրված Մայր Հայաստան հուշահամալիրի նկատմամբ վանդալիզմի համար։ Ինչպես հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Երևանին ուղարկվել է համապատասխան բողոքի նոտա։ Դուք հասկանում եք, ուրեմն սրանց լկտիության աստիճանը, որ սրանք երկրորդ համաշխարհային պատերազմը սեփականաշնորհել են, այն դեպքում, որ առանց արևմտյան լենդ-լիզի չէին հաղթի,
որ իրանք միայնակ չեն կռվել, չգիտեմ, դա ասիական ճակատ կար, աֆրիկյան ճակատ կար, 1000 ճակատ կար, իրանք այս հաղթանակը վերագրում են իրենց։ Ոչ միայն արևմուտքը օգնել է մեծ քանակությամբ, ամեն ինչով, ոչ մի բան չեն ունեցել այս հետամնաց ֆաշիստները, ժամանակին էլ չեն ունեցել։ Ամեն ինչ տվել է արևմուտքը։ Ոչ միայն սրանք Հիտլերի հետ 39 թվականին ուրեմն սկսել են երկրորդ համաշխարհային պատերազմը, հավասարաչափ սկսել են, սեպտեմբերի 1-ին Լեհաստանի վրա հարձակվել է Հիտլերը, սեպտեմբերի 17-ին Լեհաստանի վրա հարձակվել է Ստալինը։ Հետո որոշել են բաժանել արևելյան Եվրոպան իրար մեջ, սրանք վերցրել են Պրիբալտիկան, Ռումինիայից են տարածք փոկել, ուրեմն Լեհաստանից են տարածք փոկել, Ֆինլանդիայից է տարածք փոկեցին, չնայած ֆիննական պատերազմում լավ ծածկ երան, բայց էլի տարածք փոկեցին։ Սրանք Հիտլերի հետ Մոլոտովյան պակտի գաղտնի իմասով համագործակցել են եւ սկսել են երկրորդ համաշխարհային պատերազմը։ Հետո Հիտլերը վախենում էր, որ Ստալինը իրանք գցի, Ստալինը վախենում էր Հիտլերը իրանք գցի, Հիտլերը հասկացավ, որ կարող է սա իրանք գցեն, առաջինը հարձակվեց Սովետական միության վրա։ Բայց երկրորդ համաշխարհային պատերազմը միասին հավասարաչափ սկսել են Հիտլերն ու Ստալինը։ Նրանք երկուսն էլ որոշել են ստրկացնել ազգերին, փոկել տարածքներ եւ նույն տիպի ֆաշիստական գործողությամբ։ Հետո այդ ամեն ինչի հետևանքով Հիտլերը հարձակվել է Ռուսաստանի Սովետական միության վրա, որ արել այն վախենալով, որ նրանք կհարձակվեն, առաջինը հարձակվել է, ուրեմն փորձել է Բլիցկրիգ օբերստին եւ մնացածը արդեն գիտեք։ Բայց հիմա ամենակարևորը Հայաստանը ահռելի զոհեր է տվել իր բնակչության համեմատ։ Եվ մենք հավասարաչափ ամակ ունենք այդ հաղթանակի մեջ։ Դրանք դրա համար էի ասում, երկրորդ համաշխարհային պատերազմը սարքել են ազգերի ստրկացման գործիք։ Դրա համար արդեն ես մայիսի 9-ի շքերթն էլ չեմ կարող նայեմ։ Դրա համար արդեն ինձ համար տհաճ է ինչ որ անում է Ռուսաստանը մայիսի 9-ին։ Դրա համար երբ որ իրանք ասում են հաղթանակ, իմ սիրտը խառնում է արդեն այդ հաղթանակից, եւ որոնք իրանք են բանանում։ Ասենք Արևմուտքը ամսի 8-ին նշում է, շատ գեղեցիկ ձև, մեր մոտ էլ Միացյալ Նահանգներում նշվում է ամսի 8-ին, շատ հանգիստ, գեղեցիկ ձևով, մեր պապերի արասները հիշում ենք, իմ պապերն էլ երկուսն էլ մասնակցել են եւ այլն, բայց սրանց արածը ստրկացում է։ Սրանք երկրորդ համաշխարհային պատերազմը սարքել են հայրենական կեղծ ձևով, հետո էլ սարքել են գործիք հիմա փոքր ազգերին կամ հետխորհրդային երկրներին ուղակի ստրկացնելու համար։ Դո ձեր ինչ գործն է Հայաստանում վանդալիզմը, Հայաստանն էլ է այդ հաղթանակի մասնակից, Հայաստանի իշխանությունները կպատժեն, չեն պատժի։ Բողոքի նոտա են հղում, որ Հայաստանում մայր Հայաստան արձանի վրա, ինչա դա կապված է երկրորդ աշխարհամարտի հետ եւ այլն։ Դուք լկտիության աստիճանը սրանց պատկերացնում եք։ Դրա համար Զելենսկին ճիշտ արեց։ Դրա համար, որպեսզի իրանց օրբիտայում չլինենք, Փաշինյանը պետք է շուտվանից որոշում կայացներ Զելենսկի հետ միասին եւ երկրորդ համաշխարհային հաղթանակը, ոնց որ ամբողջ քաղաքագիրտ աշխարհն է նշում, նշենք մայիսի 8-ին, նշենք համեստ, ոնց որ անում է արևմտյան աշխարհը, հիշատակումով լուրերի մեջ եւ անցնեինք առաջ։ Ոչ թե այս կապիկությունը, որ տարիներ շարունակ սրանց ուրեմն բան են անում։ Իդեպ Ստալինը արգելել է շքերթներ անցկացնել, որտեղ այնքան արյունալի է եղել կորուստները, որ Ստալինը ինքը անգամ Ստալինը բռնապետ ասել է, որ սա տոնելու բան չի, սա ողբալու օր է, չի կարելի, ասենք, տոնել այս հաղթանակը։ Եվ 20 տարի մոտավորապես չի տոնվել այդ հաղթանակը, մինչև եթե չեմ սխալվում Բրեժնևի ժամանակ է վերականգնվել, Խրուշովի թե Բրեժնևի, կարծեմ Բրեժնևի ժամանակ է վերականգնվել, ուրեմն այդ 9-ի շքերթի գաղափարը։ Հետ էլ սառը պատերազմի պատճառով է վերականգնվել եւ դա միջի հիմա սարքել են գործիք։ Եվ հիմա պատկերացրեք լկտիությունը, որ իրանք մեզ ասում են մենք ինչ անենք մեր երկրում, որ ասենք պաշտպանեք վանդալիզմը եւ այլն։ Ավելին ասեմ, ես չեմ բացառում, որ իրանք պերմյակովներից մեկին էլ հատուկ ասել են, որ գնա վանդալիզմ իրագործի, չեմ բացառել, էլի կամ կազմակերպի կամ մեկին փոխտավորանի, որ հետո մի հատ տես բողոքի նոտա ուղարկեն այդ խուլիգան ֆաշիստները, որ հենց հիմա իրանք նույն ֆաշիզմով են զբաղված հարևան երկրում։ Ուրեմն Եվ մի բան էլ, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով է մեկնաբանել Հայաստանի ցանկությունը Եվրասիական տնտեսական միության անդամակցությանը պահպանելով Եվրամիության հետ հարաբերությունները զարգացնելու վերաբերյալ։ Իհարկե, ես հիմա չեմ ուզում այդ հիմար օրինակը բերեմ, ինքը անկապ օրինակ է բերում, ուզում ասի չես կարա մի քանի աթոռի վրա նստած, ձեռը առնում, ասում եմ։ Ժորժ ջան, իրանք հենց այդ են բացատրում։ Տեսեք, մենք ասում ենք, որ բնականաբար օրենքով չի կարելի Հայաստանում հասկանալ, բայց իրանք ուրիշ բան են ակնարկում։ Իրանք ասում են չես կարա արևմուտքի հետ խաղալ։ Դու չես կարա ասես անգամ դու չես կարա տենց բան հայտարարես, դու չես կարա գնաս դեպի Եվրոպա, դու չես կարա բարեփոխումներ անես, ռեֆորմներ անես, դու չես կարա եվրոպական ստանդարտներ ունենաս։ Եթե դու մեր ծիրում ես, ուրեմն դու պետք է մնաս մեր ծիրում։ Մենք հիմիկվանից պահանջում ենք ձեզ ասել, հայ ժողովրդին ասել, որ դուք հավատարիմ ստրուկ եք մնալու մեզ ու երբեք ոչ միտեղ չեք թփրտալու։ Կոպիտ ասած, իրանց ասածին չեն, իրանք անդադ ասում, որ դուք մի քանի աթոռին եք նստում, այն դեպքում Փաշինյանը ականայտորեն չի գնում։
Իրանք անգամ դա չեն հանդուրժում, որտեվ իրանք թույլ են, իրանք վախենում են, իրանք հասկանում են, որ ես անենց են բալանսավորելու, որ բալանսավորվես տարբերակով իրանք աշխարհական իրավիճակը հասկանում են, որ իրանք թույլ են եւ կարող է այնպես իրավիճակ լինի, որ ստիպված Հայաստանը դիմի եվրոպական ինտեգրման համար դուրս գա ԵԱՏՄ-ից եւ դրա համար հիմիկվանից իրանք պահանջում են, որպեսզի հայ ժողովուրդը իր հավատարմությունն ու ստրկությունը հայտնի, ասենք սյուզերենի նկատմամբ, ասի մենք քո վասալն ենք հավերժ եւ ընդմիշտ եւ մենք ոչ միտեղ ոչ մի երբեք անգամ 2000 տարի հետո անգամ դինոզավրերից հետո չենք պատրաստվում փոկվել։ Սրա մասին է խոսքը։